Միջնադարյան այս հուշարձանը հիասքանչ է ու բացառիկ ճարտարապետական իր համաչափություններով, զարդաքանդակներով, որոնք ամբողջացնում են կառույցը և տալիս պատկերացում ստեղծագործողի մտքի թռիչքի ու ձեռքի կատարողական վարպետության մասին։ Իսկ հեղինակը միջնադարի հանրահայտ մանրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Մոմիկն է։ Բաց երկնքի տակ Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Հայաստանի Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորից մոտավորապես 20 կիլոմետր արևմտյան ուղղությամբ Արփագետի ստորին հոսանքի երկու կողմերում ծավալվում է Արենի գյուղը, որի հենց սկզբնամասում բարձր դիրքից հիացնում է 14-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն ունեցել է նաև Սպիտակավոր Աստվածածին Արփայի եկեղեցի անունները։ Սուրբ Աստվածածին եկեղեցին շատ հետաքրքիր է իր ամբողջ պատմության, թեև դրա մասին շատ տեղեկություններ մեզ չեն հասել։ Այնուամենայնիվ, այս եկեղեցին նրանով է հետաքրքիր, որ այն կառուցել է ճարտարապետ, մանրանկարիչ եւ քանդակագործ Մոմիկը։ Մոմիկին անդրադառնալով պետք է ասեմ, որ քանի որ Վայոց ձորը գտնվում էր Օրբելյանների, այսպես ասենք, տիրապետության տակ, իսկ Մոմիկը ինչ-որ մի ժամանակ 13-րդ դարի սկզբին աշխատում էր Կիլիկիայում, Հովհաննես Օրբելյանը նրան հրավիրում է Վայոց ձոր աշխատելու եւ 1321 թվականին Մոմիկը կառուցում է Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Արևմտյան պատին գտնվող արձանագրությունից մենք տեղեկանում ենք, որ Օրբելյանները կառուցել են այս եկեղեցին, Սուրբ Աստվածածին եկեղեցին 1321 թվականին եւ վերջում հիշատակվում է Մոմիկի անունը, որը կառուցել է այս եկեղեցին։ Պետք է ասել, որ Կիլիկիայում Մոմիկը գտնվելով խաչակիրների արշավանքների հետևանքով նաև ծանոթանում է ուշ գոթական ժամանակաշրջանի ճարտարապետությանը, քանդակագործությանը եւ իզուր չէ, որ Մոմիկի աշխատանքները, դա Սուրբ Աստվածածին եկեղեցին է, Արենի նաև ավելի ուշ 1339 թվականին նա կառուցում է նաև Նորավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Բուրթալաշենը, այստեղ մենք տեսնում ենք ոչ տիպիկ հայկական այդ ժամանակվա հայկական ճարտարապետության տիպիկ գծեր։ Հնագետ, պատմաբան, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը իր միջնադարյան հայ ճարտարապետներ եւ քարագործ վարպետներ աշխատության մեջ մանրամասնորեն անդրադառնում է Մոմիկի գործունեությանը ու նշում, որ Մոմիկը ոչ միայն գրիչ, մանրանկարիչ եւ քարի վրա քանդակներ անող վարպետ է, այլև ճարտարապետ։ Մոմիկը իր արտագրած ու ծաղկած մատյաններում միշտ ստորագրել է այդ մասնագիտություններին հատուկ եւ ընդհանրացված ձևերով՝ ծրող, գծող, նկարիչ եւ գրիչ, իսկ քարգործ արվեստին վերաբերող բոլոր 3 հուշարձանների վրա, որտեղ նա դրել է իր ստորագրությունները, միշտ Մոմիկ վարդպետ ձևով։ Նշելով, որ Մոմիկը իր քարգործ եւ ճարտարապետ վարդպետ արհեստները ձեռք է բերել Սիրանեսի մոտ աշակերտելով, Բարխուդարյանը գրում է, որ փաստերն ապացուցում են, որ Սիրանեսի ասպարեզից հեռանալուց հետո Օրբելյանների Վայոց ձորի կալվածներում եւ նրանց հոգեվոր կենտրոն Նորավանքում Մոմիկը որպես քարգործ եւ ճարտարապետ փոխարինել է Սիրանեսին։ Մոմիկ վարդպետ, ճարտարապետ լինելու հանգամանքը Բարխուդարյանը այդ բնագավառի ձեռակերտներից համարում է Արենի գյուղի եկեղեցին ու գրում է. Արփայի եկեղեցին գտնվում է Արենի Արփա գյուղից կես կիլոմետր հեռու, հին Արփա գյուղատեղի ավերակների մեջ։ Շինված է տեղական կարմրասպիտակավուն քարից, կենտրոնագմբեթ է, ունի 2 մուտք արևմուտքից եւ հարավից։ Ներքուստ գմբեթակիր կամարների 4 անկյուններում 4 ավետարանիչների բարձրաքանդակներն են տեղավորված։ Առանձնապես ճոխ են քանդակված արևմտյան մուտքի շրջանակները, իսկ ճակատաքարի վրայի Աստվածածինը գծանկար է։ Ամբողջ շենքը թողնում է ճարտարապետորեն ամբողջական գործի, նուրբ ու ճաշակով արվեստի եւ բարձր տեխնիկական կատարման հաճելի տպավորություն։ Ինչպես նախապես մեջբերված արձանագրություններից պարզվում է, որ այն շինել է տվել Հովհաննես Օրբելյան arczepiskopos-ը 1321 թվականին։ 1840 թվականի երկրաշարժի ժամանակ փլվել է գմբեթի վերին մասը, մնացածը պահպանվել է մինչև այժմ, նշում է Սեդրակ Բարխուդարյանը։
Արենի Սուրբ Աստվածածին եկեղեցին կազմված է բուն եկեղեցուց, կազմված է գավթից, խաչքարերից եւ շրջակա գերեզմանոցից։ Այս եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային եւ արևմտյան մուտքեր։ Հարավային մուտքը կարծես ոչինչ չի ասում, սակայն արևմտյան մուտքի բարավորի վրա մենք տեսնում ենք Աստվածամորը մանկան Հիսուսի հետ եւ այս պատկերագրությունը մենք նաեւ տեսնում ենք Նորավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի գավթի վրա 1321 թվականին Մոմիկը պատկերում է Աստվածամորը հենց բարավորի վրա, այնպիսին ինչպիսին այդ ժամանակ կանայք հագնվում էին, դա եւս գալիս է գոթական արվեստից, իսկ արդեն ավելի ուշ շրջանում, երբ որ ինքը Նորավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու գավիթն է, հարթաքանդակն է կատարում, մենք տեսնում ենք Աստվածամորը Մանուկ Հիսուսին, բայց արդեն մի փոքր ուռուցիկ հարթաքանդակի տեսքով, կարելի է ասել, որ մի 10 տարի հետո Մոմիկը էլ ավելի է հմտանում հարթաքանդակի գործի մեջ եւ կարողանում է այսպես մի փոքր ուռուցիկ հարթաքանդակներ եւս ստեղծել։ Աստվածածին եկեղեցին շատ սլացիկ է եւ գմբեթը, որը այդպես լանում է դեպի վեր, այն պահում են երկու որմնամույթերը եւ երկու սյուները, ինչը եւս տիպիկ չէ հայ ժամանակաշրջանի, այսինքն 14-րդ դարի հայկական ճարտարապետությանը։ Ներսում արևմուտքից մենք կարող ենք տեսնել խորանը, որի բեմը 77 սանտիմետր է եւ խորանի վերևում մենք տեսնում ենք խաչված պատուհանները, իսկ դրանց արանքում սյունը, փոքրիկ սյուն է կատարված, եւս տիպիկ չէ 14-րդ դարի հայկական ճարտարապետության է։ Խորանից աջ եւ ձախ նաեւ գտնվում են ավանդատները։ Եկեղեցու ներսում 4 կողմից կարելի է տեսնել 4 ավետարանիչների խորհրդանիշները՝ հրեշտակ, արծիվ, խոյ եւ առյուծ, որոնք խորհրդանշում են 4 ավետարանիչներին։ Եվ այս բոլոր կենդանիները պատկերված են հրեշտակների թևերով, ինչը շատ հազվադեպ է պատահում հայկական ճարտարապետության եւ հայկական հարթաքանդակների մեջ։ Հայ գրող քաջբերունին Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը իր ճանապարհորդական նկատողություններ աշխատության մեջ անդրադառնում է նաև Վայոց ձորի Արփագյուղին, գրելով. Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ շատ անգամ հիշվում է Արփագյուղը, ուրեմն այն հայտնի է 12-րդ դարից սկսած։ Հիշյալ պատմագիրը թեև որոշ կերպով չի հայտնում Սյունյաց Օրբելյան իշխանների բնակության տեղը, բայց հիշում է, որ մեծափառ իշխանած իշխան Տարսայիճը, մեր պատմագրի հայրը, 1290 թվին մեռել է Արփագյուղում իր դարպասի մեջ, որտեղից նրա դիակը տարել են թաղելու Ամաղուի նորավանքում, ուր եւ կա մինչեւ այժմ։ Հին արփան այժմ փլատակ է, որի մեջ ամենաերևելին է կանգուն մնացած գմբեթաձև գեղեցկաշեն եկեղեցին, կոփածո շեք քարից։ Այն իբրև ծաղկահյուս փնջիկ զարդարում է արփայի բարձրավանդակը եւ այդ բարձրությունից անընդհատ լռիկ եւ մնջիկ նայում է դեպի վար, դեպի իր ստորոտը քերող, մաշող արփայի սրընթաց հոսանքը։ 40 թվականի Արարատյան շարժը քանդել է այդ պճնազարդ եկեղեցու կաթուղիկեն։ Եկեղեցին թեև շինված է սրբատաշ քարից, առանց որևէ բացառիկ զարդարանքի, բայց իր համահավասար կազմվածքով եւ կանոնավոր դիրքով շատ գեղեցիկ է։ Հիշյալ փոքրադիր եկեղեցին իր քառակուսի ձևով կանգնած է 4 սյուների վրա, որոնցից միայն առաջին դասինը որմնափակ են։ Ունի 4 լուսամուտ եւ 2 դուռ դեպի հարավ եւ արևմուտք։ Հատակը սալած է։ 3 աստիճան սեղանի ուղիղ կենտրոնում եւ ոչ ծայրերում տանում են դեպի վեր, դեպի բարձրադիր ավագ բեմը, որի վրա դեռևս կանգուն է վեմ քարը։ Ավագ դասի երկու կողմերում կան մի փոքրիկ ավանդատներ քարեբեմիկներով պատարակ մատուցելու համար։ Կամարակապ առաստաղի վրա, որտեղից բարձրանում է գմբեթը, գեղեցիկ փորագրված են չորեք կերպյանները, յուրաքանչյուրը մի ավետարանով, իսկ այնտեղից վեր քանդված եւ իջած գմբեթից երևում են երկնքում շուտափույթ անհայտանող ամպի պատառոտիները։ Կանգնենք այժմ եկեղեցու արևմտյան կողմի քանդված գավթի մեջ եւ նայենք դեպի այդ դռան գլուխը։ Ոհ, ինչ հրաշալի փորագրություն։
Դրան գլխին ահագին կիսաբոլորակ քարի վրա մեծ դիրքով փորագրված է Մարիամ կույսը, ծաղկածավալ աթոռի վրա բազմած։ Նրա միածին որդին նստած մոր ձախ ծնկան վրա, ձախ ձեռքում բռնել է փաթաթած թուղթ, իսկ բարձրացրած աջ ձեռքով խաչակնքում է։ Նրա գլխի վերևը գրված է Հիսուս Քրիստոս։ Աստվածածինը եւ Քրիստոսը շրջապատ զարդարված են ծաղկահյուս քանդակություններով եւ խաղողի ողկույզներով, գրում է Քաջբերունին 19-րդ դարի կեսերին։ Արենի Սուրբ Աստվածածին եկեղեցին ուսումնասիրվել է 1969-72 թվականներին եւ որոշ վերանորոգություններ են կատարվել, սակայն 90-ական թվականներին պոլսահայ բարերարի միջոցներով կազմվում է վերականգնող ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի կողմից տանիքի վերականգնման նախագիծը եւ իրականացվում է եւ այսօր կարելի է ասել, որ Արենի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերականգնված վիճակում է։ Եկեղեցին նաև հետաքրքիր է նրանով, որ այստեղից է, քանի որ ինքը գտնվում է Արփագետի ձախ ափին, այստեղ նկարահանվել է մի կադր, ինչու է աղմկում գետը ֆիլմից, եւ այս տեսարանը եւս շատ գեղեցիկ է, որը խորհրդանշում է ամբողջ Վայոց ձորին։ Պետք է ասել, որ Արենի Սուրբ Աստվածածին եկեղեցին թեպետ երևում է ճանապարհի բոլոր կողմերից, սակայն այցելությունները կարծես թե այդքան էլ շատ չեն, ավելի շատ երբ որ ասում ես Արենի, մարդիկ հասկանում են քարանձավը, Արենի մեկ քարանձավը կամ թռչունների քարանձավը, Արենին ասոցացնում են գինու, վաղագույն այստեղ է ծնվել վաղագույն ժամանակաշրջաններում գինին եւ այլն, սակայն եկեղեցին հիմնական մայրուղուց Արենի Սուրբ Աստվածածին եկեղեցին շատ տեսանելի է, սակայն գրեթե բոլոր այսպես այցելուները ավելի շատ գնում են դեպի Արենի նորավանք եւ չեն մտնում գյուղի մեջ, որպեսզի հասնեն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սուրբ Աստվածածին եկեղեցու գոտում են գտնվում տարբեր խաչքարեր, որոնք թվագրվում են, որոշները, որոնք ունեն այսպես շատ գեղեցիկ եւ մանրակրկիտ կատարված հարթաքանդակներ 13-14-րդ դարերին, իսկ ավելի կոպիտ կատարված հարթաքանդակներով խաչքարերը կամ տապանակարերը դրանք վերագրվում են ավելի վաղ ժամանակաշրջանին։ Վերջերս դարձել է գործող եկեղեցի, հավատացյալների մեծ հոսք, զբոսաշրջիկների մեծ հոսք, հարևանությամբ գտնվում է հին գերեզմանոցը, որը արդեն գործող չի։ Նախկինում Արենի համայնքում գործող եկեղեցի որպես այդպիսին չի եղել, իսկ օծվելուց հետո այժմ Սուրբ Աստվածածին եկեղեցին ծառայում է Արենի համայնքի բնակիչների համար, հասկացնում են պատարակներ, տարբեր տեսակի եկեղեցական միջոցառումներ։ Տարբեր դարերում հայկական ճարտարապետությունն ուսումնասիրողների ու ճանապարհորդական նոթեր գրող նվիրալների աշխատանքներում անփոփոխ է հիացմունքը միջնադարյան այս հոյակերտ կառույցի հանդեպ, ու ներկայում մենք, հետագայում մեր սերունդները, դեռ դարեր վայելելու են այդ գեղեցկությունը։ Բաց երկնքի տակ Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ։